Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մեր եթերում բժշկական խորհրդատվության հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանն է սկսվում, սիրելի հետևորդներ, ովքեր իմ հին հետևորդներից են, հաստատ կհիշեն բժշկական խորհրդատվության հաղորդաշարը, երբ նկարահանվում էին զանազան տեսանյութեր նվիրված մի շարք հիվանդություններին։ Բավականին երկար ժամանակ, մոտ 1-1.5 տարի հաղորդաշարի եթեր չէր հեռարձակվում, քանի որ նախապատվությունը տրվել էր դեղորայքային տեղեկատու հաղորդաշարին, իսկ այսօր ահակրկին հանդիպել ենք բժշկական խորհրդատվության արդեն երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը։ Այս հաղորդաշարին զուգահեռ նաև ընթանալու է դեղորայքային տեղեկատուն։ Բաժանորդագրվեք իմ ալիքին և սեղմեք զանգակի վրա, որովհետև հետագայում ձեզ սպասվում են շատ հետաքրքիր տեսանյութեր։ Մեր այսօրվա թեման, հարգելի հետևորդներ, բավականին ակտուալ թեմա է լինելու, ներկա շրջանում շատ տարածված ալերգիայի մասին է լինելու մեր այսօրվա հաղորդումը։ Բոլորս գիտենք, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում հայտարարված է ալերգիայի սեզոն։ Քթի լորձաթաղանթի բորբոքում, սեզոնային ռինիտ, ալերգիկ ռինիտ և մի շարք նմանատիպ այլ երևույթներ ու գանգատներ։ Մեր այսօրվա թեման լինելու է ընդհանուր ալերգիայի մասին և սեզոնային ռինիտի մասին։ Դիտեք տեսանյութը մինչև վերջ։ Ալերգիան համարվում է օրգանիզմի իմունային ռեակցիայի պատասխանը տարբեր ալերգենների նկատմամբ, որը օրգանիզմում ախտահարում է բջիջները, հյուսվածքները և մի շարք այլ օրգաններ։ Ալերգիա տերմինը առաջին անգամ առաջարկել է Գլիմեն Սպիրկեն 1906 թվականին։ Արդեն իր հետազոտություններից հետո ալերգիայի մասին սկսել են իմանալ ու ինֆորմացիա ստանալ շատ-շատերը ամբողջ աշխարհում։ Ալերգիկ ռեակցիաներ առաջացնող անտիգեններին անվանում են ալերգեններ։ Հարգելի հետևորդներ, ալերգենը դա այն սիմվոլն է, որից որ առաջանում է ալերգիան։ Օրինակ, կարող է լինի փոշին, կարող է լինել արևի ճառագայթները, կարող է լինել նույնիսկ ջուրը, որովհետև ջրից էլ մարդ կա, որ ալերգիա ունի, ինչ-ինչ տեսակի ջրերի մասին է խոսքը, օրինակ լողավազաններ այցելելիս, որտեղ քլորը շատ է լինում և մարդու մաշկի վրա կարող են արտահայտվել մի շարք տարատեսակ ալերգիկ ռեակցիաներ։ Հայտնի է նաև, որ ալերգիկ հիվանդությունների մեծ մասը կրում է սեզոնային բնույթ։ Սովորաբար ալերգիա առաջացնող ռեակցիաները և գանգատները կարող են արտահայտվել մարդու մոտ տարին 12 ամիս, սակայն դեպքեր կան, որոնք կրկնվում են միայն գարնան և աշնան ամիսներին, և դեպքեր կան, որ մարդու մոտ կլոր տարին նույն վիճակն է։ Սա արդեն խոսում է խրոնիկ ալերգիայի մասին։ Առհասարակ ալերգիան բաժանվում է 4 տարբեր տիպերի, սակայն մենք դրանց մասին մանրամասն չենք խոսելու, որովհետև դրա կարիքը ես գտնում եմ, որ չկա։ Մենք այսօր խոսելու ենք այն ամենատարածված սեզոնային ալերգիկ ռինիտի մասին, որը Հայաստանի Հանրապետության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին գրեթե բնակչության 70%-ի մոտ գլուխ է բարձրացնում, անկախ տարիքից և սեռից, նույնիսկ ամուսնական կարգավիճակից։ Սեզոնային ռինիտ, քվինկեի այտուց, կոնտակտային դերմատիտ, ալերգիկ մաշկաբորբ և նմանատիպ հիվանդությունները դասվում են սեզոնային ալերգիայի շարքին։ Դրանք հիմնականում լինում են գարնան ամենաակտիվ ամիսներին՝ ապրիլին և մայիսին։ Սիրելի հետևորդներ, եթե համեմատական կարգով նայենք, պետք է ձեզ տեղեկացնեմ և հավաստիացնեմ, որ առհասարակ ալերգիկ հիվանդությունները երբեք չեն կարող զարգանալ այն երկրներում, որտեղ էկոլոգիան գերազանց վիճակում է գտնվում, այսինքն երկիրը էկոլոգիապես մաքուր է։ Հեռու չգնանք, Նոր Զելանդիան երևի թե համարվում է աշխարհի ամենաէկոլոգիապես մաքուր երկիրը, եթե ոչ ամենամաքուրը։ Ինչը չես ասի մեր երկրի համար։ Հայաստանի Հանրապետությունում, ընդհանրապես, հատկապես մայրաքաղաք Երևանում, օդի աղտոտվածության մակարդակը ինձ թվում է անցել է բոլոր սահմանները։ Շեշտում եմ, հատկապես մայրաքաղաք Երևանում։ Եվ ես դեմ եմ այն կարծիքին, որ ասում են Հայաստանի Հանրապետության էկոլոգիան մաքուր է։ Հարց. Եթե Հայաստանի Հանրապետության էկոլոգիան մաքուր է, ինչու է այսքան շատ ալերգիկ հիվանդություններ տարածվում մեր երկրում։ Ոչ միայն սեզոնային, այլ նաև խրոնիկական։ Եվ տարին 12 ամիս մարդու մոտ առաջանում է ալերգիկ ռեակցիաներ, ալերգիկ հիվանդություններ, աչքերի կոնյունկտիվիտ, եղնջացան, պսորիազ, ակնե, իմիջիալոց ակնեն բավականին լայն տարածում է գտել Հայաստանում, ունի 2 դրդապատճառ՝ վատ էկոլոգիա և վատ հիգիենա։
Սիրելի հետևորդներ, սա ընդհանուր ինֆորմացիա էր կապված ընդհանուր ալերգիայի մասին։ Իսկ հիմա անդրադառնանք մեր այսօրվա գլխավոր թեմային։ Ալերգիկ ռինիտին։ Ինչ բան է ալերգիկ ռինիտը, սեզոնային ռինիտը, ինչպես է այն տարածվում եւ ինչ ազդեցություն ունի մարդու օրգանիզմում։ Հարգելի հետևորդներ, ալերգիկ ռինիտը դա նույն սեզոնային ռինիտն է, նույն քթաբորբն է։ Երբ մարդու մոտ եղանակի կտրուկ տաքանալուն պես, հատկապես ապրիլ-մայիս ամիսներին, Հայաստանում կոնկրետ գարնանը, շեշտածս ամիսներին, տեղի է ունենում քթի լորձաթաղանթի բորբոքում, ռինիտ, զարգանում է փակվածություն, զարգանում է աչքերի ալերգիա, աչքերի քոր, անընդհատ փռշտոց։ Ձեզ թվում է, թե դուք հիվանդացել եք գրիպով, որովհետև ռինիտի ախտանշանները չափազանց նման են գրիպին, սակայն դուք գրիպ չեք։ Չունեք ջերմություն, չունեք կոկորդի ցավ, չունեք հաս, բայց ունեք անդադար քթի արտահոսք կամ քթի փակվածություն, կամ ժամանակ առ ժամանակ, օրինակ առավոտյան արտանում եք, տեսնում եք քիթը փակ է, փակվածություն կա, անցնում է մի քանի ժամ, կամ տանից դուրս եք գալիս, միանգամից քիթը սկսում է արտահոսել։ Սա խոսում է ալերգիկ սեզոնային ռինիտի մասին։ Ալերգիկ ռինիտը առաջանում է մթնոլորտային ալերգենների նկատմամբ իմուն համակարգի գերզգայունության արդյունքում։ Սիրելի հետևորդներ, եւս մեկ անգամ ընդհանուր ցիտեմ ալերգիկ ռինիտի գանգատները։ Քթի արտահոսք, քթի փակվածություն, աչքերի քոր, աչքերի արցունքոտություն եւ հազվադեպ դեպքերում, այսինքն 1000-ից մեկի մոտ նաեւ այս սիմպտոմների հետ զուգահեռ լինում է աչքերի այտուց, երբ աչքերը ուռում են, փակվում են եւ մարդը ոչինչ չի կարողանում տեսնել, նույնիսկ աչքերը չի կարողանում բացել։ Սա եւս դասվում է ալերգիկ ռինիտի սիմպտոմների շարքին։ Ամբողջ աշխարհում ալերգիկ ռինիտը համարվում է ամենատարածված ալերգիկ հիվանդություններից մեկը։ Հիմնականում արևմտյան երկրներում ամեն տարի բնակչության 10-ից 30%-ի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը։ Ինչպես արդեն նշեցի տեսանյութի սկզբում, ախտանշանները նման են գրիպին, սակայն մարդու մոտ գրիպ չէ եւ չկա ջերմություն ու կոկորդի ցավ։ Սիրելի հետևորդներ, ալերգիկ ռինիտի մասին որևիցե հստակ բուժում ես չեմ կարող ձեզ նշել, որովհետև ալերգիկ ռինիտը բուժվում է շատ տարբեր դեղամիջոցներով, ինչպիսիք են աչքերի համար նախատեսված համապատասխան կաթիլները, եթե դրա անհրաժեշտությունը կա, հակաալերգիկ դեղամիջոցները, եթե սպաստիկ հազ է արկա, նաև այդ դեղամիջոցի կիրառումը, քթի լորձաթաղանթի համար նախատեսված տարբեր լվացումներ, սպրեյեր եւ մի շարք իմունային համակարգը բարելավող դեղամիջոցներ։ Հիմնականում ալերգիկ ռինիտով հիվանդանում են 20-ից 40 տարեկանում, սիրելի հետևորդներ։ Ես ինքս էլ լինելով դեղագետ, եթե հարկ է լինում, որ տվյալ պացիենտին հիվանդին նշանակում անեմ կապված ալերգիկ ռինիտի հետ, նշանակում եմ ոչ միայն տվյալ ալերգիային պատկանող դեղամիջոցների շարքը, այլ նաև հավելյալ նշանակում եմ իմունային համակարգը բարձրացնող դեղամիջոցներ, որովհետև ալերգիան ուղիղ ու անմիջական կապ ունի իմունային համակարգի հետ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, ալերգիայի եւ ալերգիկ ռինիտի մասին թեման այսօր այսքանն էր։ Վերջում ձեզ տեղեկացնեմ, որ ես փոխել եմ նկարահանման տարածքը ժամանակավորապես, հարգելի հետևորդներ, տարբեր հարթակներից, տարբեր տեղերից եմ տեսանյութերը նկարահանելու, որովհետև գտնվում եմ վերանորոգման մեջ։ Վերանորոգումը ավարտելուն պես մենք արդեն կհանդիպենք նոր սրահում, ավելի լայն, ընդարձակ եւ ավելի գեղեցիկ։ Մեր այսօրվա թողարկումը այսքանն էր, սիրելի հետևորդներ։ Կհանդիպենք դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում։